պիտի կարողանաս պաշտպանվես։ Պաշտպանվելու համար դու պիտի լինես զգուշ, բայց ոչ իշխի քո մեջ ցռան վերգոն, քո մեջ պիտի լինի համ Սասունցի Դավիթը, համ խենթոտ կրծեր մհերը, համ խիզախ եւ խորաթափանց մտածող մեծ մհերը, այդ ամեն կերպար քո ազգի մեջ ներկա է, ու չպետք է թույլ տաս, որ դրանցից մեկը իշխի ամբողջությամբ, չի կարելի, դա վտանգավոր է, այդ բանը, ես մեկ-մեկ ասում եմ, ինչ լավ կարար լիներ, եթե իշխող կուսակցությունը չունենար մեծամասնություն, այլ ունենար կոալիցիա, այդ կոալիցիայի հեռանալը իրանց համար վտանգավոր լիներ իշխանություն կորցնելով, իրենք 100 անգամ ավել կչափեին, կձևեին իրանց քայլերը, դա հիմա ինչ արած, ունենք այն ինչ որ ունենք, ուղղել է պետք մեր սխալները, մեր թե ռազմաքաղաքական, թե բանը ռազմավարական, թե մարտավարական, դեռ հույս ունեք, որ կուղեն, պարոն 20 թվականից հետո մենք պիտի հետևություն անենք, որ մենք պարտվեցինք, դա շատ նորմալ է, ոնց որ հիմա ասում են, դա օքեյ է, պարտվել, դա նշանակում է դառնալ ավելի խելացի, կամ էլ պանիկայի մեջ ընկնել, դառնալ ցռան վերգո եւ ապուշանալ։ Մենք շանս ունենք դառնալ ավելի խելացի, ինչ արեց թուրքը, իդեպ։ Ինքը բազմաթիվ պարտություններից հետո պատրաստվեց, հետևություններ արեց, աշխատեց իր վրա եւ սկսեց հաղթանակներ ունենալ։ Արդեն 10 տարի է մշտապես հաղթանակներ է ունենում։ Ո՞վ է մեզ խանգարում մենք հիմա ոչ թե խիզախաբար նետվենք, ասենք մարտի դաշտ եւ կործանվելու մեծ շանս, ասենք առաջանա, բայց ես կցանկանայի ցռան վերգոյել չդառնանք, որտեվ դա էլ է տանում կործանման։ Ոչ չափից ավելի խիզախությունն է լավ, ոչ չափից ավելի վախկոտությունը։ Ամեն ինչը պիտի չափավոր քո մեջ ներկա լինի։